Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ես մի քիչ վատառոք չեմ հետևորդներ ջան, գլուխս ցավում է, սարսափելի ձևով է գլուխս ցավում, պատկերացրեք, որ մի կերպ եմ եկել այսօր աշխատանքի, ճիշտ առավոտյան գնացել էի Լավաշի արտադրամաս, այնտեղ եմ աշխատել, բայց շատ վատ էի, մի կերպ աշխատել եմ, գնացել եմ տուն, ասի փորձեմ մի փոքր հանգստանամ, որ կարողանամ գալ շաուրմայի բաժնում աշխատելու, մի քիչ պարկեցի, բայց էլի վատ եմ, բայց եկել եմ, որովհետև չեմ կարողանում տանը մնալ, ինչքան պարկեմ, ասենք թե ասեմ վատ եմ, այնքան վատանում եմ, ասի գնամ աշխատանքի վայրում, կցրվեմ, կխոսամ, ու այդպես կգոնե մի քիչ լավ կլինեմ, եկա թե չէ անմիջապես Լամաջոյի պատվեր եկավ, հիմա ես ու Հայկն ենք մենակ, Հայկին թողել եմ խանութ սրահում, ասել եմ դու զբաղվի այնտեղ, ես տեղ կամ և պատվերը կատարեմ, ինչ պատվեր ենք ստացել ես ու Հայկը, ստացել ենք 50 հատ Լամաջոյի պատվեր, ունենք նախորդ պատրաստած մի 20 հատիկ լոշիկ, իսկ մի 30 հատիկ էլ ես պետք է պատրաստեմ, որ կարողանանք պատվերը տանք, հիմա այսպես խմորը գնդել եմ, շարել եմ ու հեսա սկսում եմ լոշիկները բացել, թխել, տեսնենք թե ինչքան ժամանակում կարողանանք 50 հատ լոշիկը տալ, ճիշտ է ես ժամանակը մի քիչ երկար եմ ասել, որպեսզի կարողանանք համ լոշիկը թխենք, համ էլ միսը դեռ պետք է քսենք, պատրաստենք և նոր ուղարկենք, այնպես որ երկար ժամանակ է տևելու, դրա համար է մի քիչ տարբերությամբ եմ ասել, բայց մինչ այդ էլ ուրիշ տեսակի աշխատանքներ էլ ունեմ անելու, հորած պանիր ենք պատրաստել և ուզում եմ լցնել ամաները և դնել վաճառքի և ուզում եմ ձեզ ձևնել ասել, թե ինչպես է արվում հորած պանիրը, բայց քանի որ պատվերը եկավ հիմա պետք է կատարեմ Լամաջոյի պատվերը, հետո նոր կանդրադառնամ հորած պանիրին հետևորդներ ջան։ Լամաջոն ինքը մի քիչ երկար աշխատանք է պահանջում, համ լոշիկն ես թխում, համ միսն ես սկսում, պատրաստում, երկար աշխատանք է պահանջում, բայց դե չենք զլանում, մենք սովոր ենք ու միշտ էլ անում ենք։ Լամաջոյի խմորը ես ձեզ ցույց եմ տվել, թե մենք ինչ ձև ենք պատրաստում Լամաջոյի խմորը, վիդեո ունեմ դրա համար, ովքեր որ կտեսնեն ու կասեն խմորն ինչպես են պատրաստում, կարող են մտնել և նայել, որովհետև ես դրա համար համապատասխան վիդեո ունեմ նկարահանած։ Հիմա ուղղակի պատվերն եմ էլի ասում, տեսնում եք մեր Հայկն շփշփում է, այնտեղ դնում, այնտեղ հանում, այնտեղ պատրաստում է, Հայկն էլ ունի բավականին մեծ թվով պատվեր, ինքն էլ այդ պատվերն է գնում կատարի։ Հայկ ես ներվես ձեն կհանես։ Ես արի ներվել եմ, իմ գլուխը ցավում արի օգնության։ Այսպես ունեմ մի քիչ կդզվեմ, կշփվեմ, կաշխատեմ և կմոռանամ, որ գլուխս ցավում է։ Ուրեմն երեկ գնացել եմ միս առնելու հետևորդներ ջան, Լամաջոյի և չիբուրեկի համար միս առնելու, գնացել եմ մեր մսավաճառ Արմանից եմ միսը վերցրել և հարցնում եմ, ասում եմ, թե ինձ լավ, նորմալ միս պետք է տրամադրես Լամաջոյի համար, ուրեմն բացել եմ այդ սառնարանը, որտեղ միսը պահում են համապատասխան և ասում եմ, որտեղուց եք ուզում, ասում եմ, այսպես բդի ես, ուրեմն այն տեսակի միս էր տվել հետևորդներ ջան, որ ես ափսոսում էի դանակով կտրել և աղալ և այսօր մենք այս տեսակի մսով առաքում ենք ուղարկելու և պատվեր ենք տալու, ես ինքը շատ գոհ եմ մսից ու մսից շատ բան է գալի հետևորդներ ջան, եթե միսը լինում է տեղը տեղին, ապա
հաստատ լամաջոն, թե չի բուրեկին, թե այդ մսով ինչ պատրաստում ես, լինում է շատ համով։ Մենք միշտ էլ օգտագործում ենք բարձրորակ միս։ Ես երբեք չեմ գնում են ֆիլեները, որը կարող է մի քանի 2 կոպեկ էժան լինել, դա ինձ պետք չի, որովհետև ես նախընտրում եմ որակյալ, մի քիչ ավել վճարել, բայց ունենալ նորմալ արտադրանք, որովհետև դրանից մենք էլ ենք ուտում, մեր երեխաներն էլ են օգտվում, մեր հարազատները, մեր բարեկամները, բոլորն էլ ինձ համար հարազատ մարդիկ են, թող բոլորն էլ ուտեն որակով արտադրանք։ Հիմա տեսնեմ, թե ինչքան ժամանակում եմ պատվերը տալու։ Այս աթիներ պետք է բերեմ և լոշիկները։ Ես էլ մեր լամաջոյի լոշիկ թխելու թիմ։ Երկու տեղն էլ միացրել եմ հետևորդներ ջան, որովհետև չեմ կարող մի տեղով պատվերը կատարել։ Լոշիկը մի փոքր, այնքան որ մի փոքր, արդեն հենց տեսնում ես ուզում ես սպիտակ պղպճակներ այսպես տալվեր հանելու ենք, որովհետև պետք չի ինքը շատ թխվի։ Եթե լամաջոյի լոշիկները շատ է թխվում, ապա ասեմ ինչա լինում։ Միսը, երբ որ քսում ես, դնում ես արդեն իսկ իրան, որ պետք է լինի, լոշիկը եթե շատ է թխվել, սկսում է կարմրել, վառվել, չորանալ, այդ պատճառով էլ բան է լինում, լոշիկը վառվում է, իսկ միսը մնում է հում։ Այս տեսակի պետք է լինի, այսինքն սպիտակ, տեսեք, այսինքն սպիտակ գույնի դուք պետք է լոշիկը հանեք, որ արդեն իսկ միսը քսել թխելուց նորմալ ստացվի։ Տեսեք, թե ինչ սպիտակ վիճակով եմ հանում, այս տեսակ հանեք հետևորդներ ջան, որպեսզի լավ ստացվի։ Կռեմ մի քիչ էլ սենց հովանա, որ կարողանամ չոտկեմ, միսն էլ հագսեմ։ Այդ ջան, ես թխեցի դու ուպակոպտարա, տեղավորի։ Տեսեք, այսպես տեղավորում ենք տախտասական դրել ենք սենց սելաֆոնների մեջ, որ համեն հարմար լինի վարորդին է տանելու, 50 հատ է պատվերը, հետը դնում ենք լիմոն, ինչեր են ուզել, հայք, թան, համարոշկա, և այսպես լիմոնը, այսպես կտրատել ենք, սիրուն լիմոնը, ու դրել ենք, որ հետը ուտեն, որովհետև չէ, առանձին սելաֆոնը դնենք, այդ, որ լամաջոների չմնասի, մնացելա վերջի մի քանի հատիկ լամաջոն հանեմ, որ 5-րդ տասն է լռանա։ Սա էլ եղավ, Իս ժամանակին եղավ, չէ հայք, մի բանը շուտ մեր ասած ժանուց, թող ուտեն, տակ-տակ, արագել որ տանի մեր վարորդը, տակ-տակ ուտեն, որտեղ մենք աշխատել ենք արագ, ռակտիվնի, որ տակ ուտեն, մեսը շուրում ուտանք, հայք այս անջորդը, Տեսա, ստրավրեպի հավաքենք, հա, այդ կիսակն է, էլի, և ստրավրեպ ծենց հավաքենք, ես մի հատ ուղիղ եմ դնում, մի հատ թարս, մի հատ այսպես շուռ եմ տալիս վրան, մի հատ էլ այսպես ծնում, հա, տեսնենք հաշվեմ մեկ, սա էլ տաս, Ես էլ վերջին է։ Պատրաստ է մեր պատվերը, տեսեք ինչ տոպրակներ, 50 հատ, այս ժամին տակ-տակ լամաջով, ես էլ եմ կրկնում, որ մեր քաղաքում չշճարի, այս ժամին, եթե դու ցանկանում եք ուտել տակ-տակ, որակյալ, համով, անարատ մամաջով, ապա գիտեք, Բաղրամյան 6 հասցե, հեռախոսի համար 043
38 զանգահարում եք և հաշված րոպեների ընթացքում մեր վարորդը բերում և հասցնում է ձեր տուն մինչև գիշերվա ժամը 11-ը մենք ունենք ակտիվ պատրաստում, ակտիվ առաքում։ Հիմա այս առաքումը ճանապարհում եմ և հորած պանիրը տեղավորում եմ ամանների մեջ, որպեսզի դնենք վաճառքի։ Ասեմ, որ այս հորած պանրի մեջ, սիրելի հետևորդներ, կա այն սխտորուկը, որը ես հավաքել էի վայք գնացած ժամանակ սխտորուկի այգիից։ Վայրի սխտորուկ է, որի համը յուրահատուկ է, հորած պանիրը այդ սխտորուկով անմահական համ է ունենում։ Ովքեր որ Ստեփանավանից են կամ հարակից գյուղերից են կամ Երևանից են ու եկել են մեզ մոտ հանգստանալու, ապա անպայման կարող եք գալ մեր հասցեով և տեսնել և համտեսել մեր հրաշք հորած պանիրը։ Շատ մատչելի է, կիլոգրամը 2000 դրամ վաճառում, որակով և մատչելի։ Համեցեք հետևորդներ ջան։ Բրինձ, հերթը հասավ ինձ։ Հիմա ես ինչ եմ անում, հորած պանիրն եմ ուզում ուպակովկա անեմ, բայց մինչև էդ ուզում եմ ձեզ ցույց տալ հորած պանիրը արտակարգ, տեսեք, համով, հետևորդներ ջան, անմահական համով, ոնց են ասում են, մեր պատվերը արդեն ճանապարհին է։ Իսկ հիմա ինչ ենք անում, հորած պանիրը մեր փաթեթավորում ենք անում համապատասխան ամանների մեջ։ Ես մոտավորապես եմ լցնում, որովհետև այդ պահին կշռելու ենք, տանք ինչ գին կլինում է, թող լինի։ Այս կարգի կլցնեմ ամանների մեջ։ Տեսեք, այս տեսակի լցնեմ, շարեմ, հետո արդեն փաթեթավորում կանեմ, վրան ցելոֆան կանցկացնեմ։ Ուրեմն ինչպես է պատրաստված հորած պանիրը։ Հորած պանիրը նախ անարատ պանրից է։ Պանիրը դնում եք, մի փոքր ջրքանվում է, հետևորդներ ջան, ջուրը մեջից քանվում է և սկսում եք այսպես տրորել իրան։ Լավ տրորում ենք, իրան նորմալ վիճակով տրորում եմ և թողնում եմ, որ 1 օր այդպես տրորած մնա, համ ավելի է ջուրը սկսում մեջից համակել, համ ինքը որսես մնում է մի օր էլ այդպես աքսես մի տեսակ ռոկֆորի համ է ստանում, համով համալինում, որ հորածի համ տա, հետո արդեն իսկ հաջորդ օրը ավելացնում եք ուրց, ավելացնել եմ սխտորուկ, շատ լավ համով սխտորուկ, որը անմահական համ է տալի։ Հիմա կասեք, բա որ մենք այդ սխտորուկից չունենք, ինչ պետք է անենք, դա խնդիր չի։ Կարող եք սովորական մեր կանաչ սխտորի տերևները կտրատել և լցնել մեջը։ Հաստատ նույն էֆեկտն է տալի, նույնը չի ասի, դե սարի դաշտի սխտորուկը համայնով շատ տարբեր է, բայց դե մոտավորապես կստանաք այդ համը, դա եք խառնում, բիբար եք խառնում, կծու բիբարի նկատի ունեմ, մի քիչ շատ թույլոտ, շատ կծու չլինի բիբարը, դա եք խառնում մեջը ու իրան լավ տրորում եք ու եթե դուք դա ուզում եք, որ պահեք ձմռվան, լցնում եք համապատասխան կճուճի կամ ինչ-որ մի հատ ամանի մեջ, բերանը շորով կապում եք, սենց թելով կողքերը ամուր ֆռում եք և պանիրը շուռ եք տալի քյուլի մեջ։ Հիմա դա ես քյուլն ասեցի մեր մոտի արտաշատի ակցենտով բարբառով ասեցի, որ քյուլի մեջ, ինչ է նշանակում քյուլը, քյուլը դա վառած փետի մոխիրն է, հետևորդներ ջան, որ այդ մոխիրը հավաքվել է, կարա լինի խորովածից մնացած մոխիր, կարա ձեր ձմեռվա վառարանի մեջ եղած լինի մոխիրը, այդպես այդ մոխրի մեջ շուռ եք տալիս, շատ լավ է լինում, համ ջուրն է քաշում մեջը, համ չի թողում երեսը բորպսնի ու թարմ երբ բերեք բացեք, երեսը սպիտակ է, ոչ մի փչացած, ոչ մի սենց բորպսնած բան չի լինում, կարող եք այդ տարբերակով անել։
սարքեք եւ թողնեք ձմռվան։ Իսկ եթե ուզում եք հիմիկվա ուտելու անում եք, ապա արեք եւ դրեք սառնարան, որ ասենք թե երկար ժամանակ ու միանգամից դա չես կարողանալու ուտել։ Սառնարանում չի փչանա։ Դրեք սառնարանի մեջ եւ հանեք, կերեք, նորից բերանը ամուր փակում ենք, հետևորդներ ջան, օթել չպետք է իրան շատ գնա, էլի դրա համար եմ նշում, որ ամուր փակում ենք։ Իսկ ովքեր որ այս տեսակի չեն ուզում, կարող են ավելացնել ճիլ պանիրը։ Ճիլ պանիրը, դա թել պանիրնի նկատի ունեմ, քրքրում ենք, էլի թողնում ենք ճիլ պանիրը 1 օր սփիչի վրա փռած, որպեսզի ջուրը քաշվի եւ ինքը չոր լինի, եւ խառնում ենք այս մասային, դա էլ ուրիշ տեսակի մոթալ է լինում, տարբեր տեսակի կան, այնպես որ կարող եք պատրաստել, ես ամեն տարի պատրաստում, հորում եմ եւ դնում եմ ձմռվան, ամուսինը շատ է սիրում, պատկերացրեք ամեն ճաշի հետ ինքը պետք է ուտի այդ հորած պանիրը։ Հավականին եղավ, այնքան է յուղոտ է պանիրը, յուղոտ, կպնում է ձեռքերիցս, հլը տեսեք ինչ վիճակ է, յուղոտը ինքը բնականաբար համով պետք է լինի, սա տնական անարատ պանդրով է պատրաստված, ինչու եմ ասում, որովհետև հետևորդներ ջան, սա ես չեմ վաճառել, սա ես չեմ պատրաստել, սա պատրաստել է իմ աղջկա կիսուրը, իրանք ունեն էլ անասուններ, եւ այսպես ես էլ ուզում եմ վաճառած լինել, ես չեմ պատրաստել, բայց պատրաստման ձևը այդ ձև է, որ ասել եմ, դա այդ տեսակի է պատրաստվում։ Հնաց մի փոքր, չարժի դրա համար ինչ-որ աման հանել, ավելացնեմ մյուսների գլխին, թող խլխուն լինի, մորջացվեցինք, հեսա սիրունելու պակովկա եմ անում և դնում եմ վաճառքի։ Վերջ եղավ 2, 4, 6, 8, 9 աման ունեցանք, 9 աման, հեսա մոտիկից ցույց կտամ։ Տեսեք 9 հատ այս տեսակի աման ունեցա։ Այս էլ մեր հորած պանիրը։ Հեսա բերենք հայկեն ուպակովկի բանը ու ուպակովկա կամ տանենք մեր մոտ անենք։ Այս էլ մեր պիցաներն է հետևորդներ ջան։ Տեսեք թե ինչքան մեծ թվով պիցաներ ունենք, այս պիցաներն էլ են պատվեր, պատրաստել ենք, որպեսզի առավոտ ժամը արդեն լուսաբաց մենք պետք է ուղարկենք մեր պատվերը, թխել ենք, որ պատրաստ լինի։ Տեսնում եք, այսպես փռել ենք, որ հովանա։ Հեսա կծածկենք, այդ միացելափոն գցենք, պրեն ծածկենք, որ չչորանա։ Հեսա տանեմ խանութում և ուպակովկա անեմ և դուք տեսեք։ Հիմա էլ փաթեթավորում անենք։ Տեսեք, այսպեսի թափանցիկ բան է կպցնում, համ ապահով է, համ սիրուն է, համ փակ է, շատ լավ բաներ է։ Համ էլ հաճախորդը, որ գնում է տանում է, շատ հեշտությամբ է տանում, ոչ թափվում է, ոչ մի բան, այսպես սիրուն։ Մնացածն դեղ է, հայտ չենք բերեք, դեն էլ բեր է, մնացածը։ Հակրատը սուրտերի ուպակովքիս սեղանի վրա դանակով չեմ ուզում քաշեմ, որ սեղանը սիրուն բան չլի էլի, գծեր չեմ գնի դրա համար է մղրատով եմ կտրում, ուպակովքի կտանենք, Երևի ամեն մեկը ինձ թվում է կգա էլի մի 700 գրամի կարգի, չեմ կշռել, այդ պայն ով ուզի, այսինքն կդնենք կշեռքին ու կկշռենք,
կտրամադրենք, մարդ կա շատ ա ուզում, մարդ կա քիչ ա ուզում, ցալի որ նորմալ լինի։ Այսքանը հետևորդներ ջան, այսօրվա իմ աշխատանքից, արդեն ժամը 11-ն ա գալի, նոր ավարտում եմ աշխատանքը, գնամ տուն, քիչ հանգստանամ, գլխից ցավը անցնի ու վաղը կհանդիպենք հետևորդներ ջան, մնացեք Աստծով, ձեր հետ գոհարն է, որը ձեզ շատ է սիրում։ Ցտեսություն։